գիտակցականում իր անդադ կա թռնել բանը։ Դե ճիշտ ասած, հիմա ճիշտ ասեցի, որ այդ ֆիլմն էլ անգամ ֆիլմա դրա մասին ստեղծել։ Եվ մեկ էլ սրա մասին էլի խոսեք, չնայած այնտեղ կարծեմ Նարեկը այդ բանը տվեց արցախցիների հետ կապված, որ սրի կայաբար ինքը շարունակում է այդպես թռել է արցախցիներին ինչ վիճակում էին եւ ոնց ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը փաստորեն թռել է, արցախայությունը թռել, բոլորը թռնող են, ինքն էլ այս ուժեղ տղեն է, տենց բաների դիմադրում։ Դա ամենամեծ խայտառակությունն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը ես 3 ժամանակ չեմ լուծել այդ երկար բացատրելու, կարճ ասեցի, ինձ թվում է տեղ հասավ։ Եկեք հասկանանք ինչ է, որ ասում է Ղարաբաղի բանը լուծարելա, չգիտեմ, ձեր բանը Շահրամանյանը, ձեր ինչ որ դրածոներն են լուծարել եւ այլն։ Եկեք մենք հասկանանք ով է լուծարել Ղարաբաղը։ Դա այնքան պարզ է։ Այդ Մինսկի խմբի պատմությունը, հիմա այս ստատուսը եմ գրել դրա մասին, որտեղ խոսում եմ, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինքը ասում է, որ Մինսկի խումբը ստեղծված էր նրա համար, որ չլուծի Ղարաբաղի հարցը։ Հիմա ստեղ հարց է ծագում, ինքը ըստ էության մեղադրանք է ներկայացնում Մինսկի խմբի համանախագահներին։ Ամերիկայի եւ Ֆրանսիայի տեխնացու Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Մինսկի խումբը ստեղծված էր, որ չլուծի Ղարաբաղյան հակամարտությունը։ Ավելի լավ ապացույց չկա, որ նրա իրական տերը Իլհամ Ալիևն է, որը հենց այդ նարատիվի հեղինակն է։ Ղարաբաղский конфликт был заморожен навсегда։ Կրկնել է նույն։ Չէ, այսինքն ես այդտեղ դրել եմ, որ ինքը այդ բանը Алиевна арել Минская группа ОБСЕ хотела, чтобы Карабахский конфликт был заморожен навсегда. Այսինքն այս թեզի հեղինակը Ալիևնա։ Հիմա մեկ էլ պարզվում է, որ երբ որ պետք է ընտրի Ամերիկայի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև, Նիկոլը ընտրում է Ալիևի նարատիվը։ Ինքը մեղադրում է։ Իրան հենց հարցեցին, դու ի՞նչ է մեղադրում ես Ամերիկային, Ֆրանսիային, ինքը նորից կրկնեց սա։ Սա լավագույն ապացույցն է, որ այս մարդու տերն ու տիրակալը Ալիևն է, ինքը կրկնում է, մեզ է ինչ է մեղադրում ադրբեջանական նարատիվների կրկնության մեջ, բայց դու ես արել դա։ Հիմա ես հատուկ ուզում եմ այդ Մինսկի խմբի, որտեղ ինձ թվում է հետաքրքիր կլինի մեր տեսանի համար, մենք պետք է հասկանանք մի բան, ոնց որ օրինակի համար հայկական հարցը, հա, հայտնի այդ միջազգային հարց էր դարել Բերլինի կոնգրեսից հետո 1871 թվականին։ Դարավ հայկական հարց է, 6 վիլայետի հայության հարցը, հա։ Ինքը միջև առաջին համաշխարհային պատերազմ, ինքը միջազգային հարց էր։ Հետո փակվեց բնականաբար։ Հիմա 92 թվին, երբ որ ԵԱԿ-ի այդ արգործ նախարարների գագաթնաժողով եղավ եւ այդ Ղարաբաղի կոնֆլիկտը ուսումնասիրվեց, ստեղծվեց Մինսկի խումբը 11 երկիր, հետո իրան ընտրվեց նախագահություն եւ այլն եւ այլն։ Այդ պայից սկսած Ղարաբաղի խնդիրը դառավ միջազգային խնդիր։ Ինչն էր սրա կարևորությունը։ Եթե չդարձներ միջազգային խնդիր, Ադրբեջանը միշտ ասելու էր, սա իմ ներքին գործն է, սա բան է, սեպարատիստներ են, տերորիստներ են, մենք իրենց պետք է ոչնչացնենք։ Երբ որ ստեղծվեց միջազգային այդ ֆորմատը, որ արդեն Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման շուրջ, այսինքն դա նշանակեց հետևյալը, որ միջազգային հանրությունը որոշում ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղի այդ ինքնավար մարզը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, թե ինչ կարգավիճակ, հələ պետք է որոշի այդ միջազգային ֆորումը։ Դա կարող է լինել ավտոնոմիա, դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել ինչ-որ արկախված իրավիճակ։ Այդ կարևոր չի։ Կարևորը որ միջազգային հանրության համար Ղարաբաղի խնդիրը դառավ մի հարց, որը դուրս է Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության շրջանակներից։ Եվ ահա Մինսկի խմբի ամբողջ առաքելությունը դրա մեջ էր, որտեղ ինքը Մինսկի խումբը ասում էր, կա չլուծված խնդիր, այդ խնդիրը չի կարող լուծել ռազմական ճանապարհով, մենք զբաղվում ենք բանակցությունները, որ լուծենք այդ խնդիրը։ Իրավական ճանապարհով։ Այդ մեխանիզմը փլուզել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ 2019 թվին, երբ որ մերժեց, չպատասխանեց ընդհանրապես Մինսկի խմբի համանախագահության այդ հայտնի առաջարկին, որ 5 շրջանապետային ու խաղաղություն կնքեին, գնաց Արցախ, ասեց Արցախ Հայաստանն է վերջ, ու այդ պահից սկսած, այդ որ զրոյական կետից սկսենք էսկոմ, բանակցային մեխանիզմը փլուզվեց եւ
Մինսկի խումբը, որը Եվ դա գախնի պահվեց, հետո դուք բացահայտեցիք եւ երեկել լավ էր, կուզենամ որ նորից հնչեցնեք, թե 19 թվականին փաստորեն ինչ է առաջարկվել Նիկոլին եւ ինչ է արել Նիկոլը, ինչ որոշում է կայացրել, որ դուք ասեցիք դա հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Այն դեմքից այն բանից էր կաթում, երբ որ ես այդ ամեն ինչը ասեցի երեք, որովհետեւ ինքը գիտի իր մեծ հանցագործությունը հայ ժողովրդի առաջ։ Հանցագործությունը հետեւյալն է, աշխարհը մեզ իրականում առաջարկել էր լուծում։ Աշխարհը ասում էր 5 շրջանը տվեք, դա ադրբեջանաբանակ շրջաններ են, Աղդամը, Ջեբրայելը, Ֆիզուլին, Զանգելանը, Ղուբատլին։ Այդ 5 շրջանները տվեք Ղարաբաղից դուրս, մնացածը կմնա հայկական վերահսկողության տակ, Քելբաջարն էլ Ադրբեջանը կստանա հետ մենակ այն դեպքում, եթե ընդունի Լեռնային Ղարաբաղի հայերի համար ընդունելի ստատուսը։ Այսինքն սա մի հատ փայլուն լուծում էր, որտեղ կամ մենք հավերժական Ինչի է դա գախնի պահել հայ ժողովրդից եւ ինչի չի գնացել։ Բա որովհետեւ ես հիմա կարող եմ ասել ինչ ա եղել, որովհետեւ իրանք դա ներկայացրեցին որպես ռուսական պլան, Լավրովի պլան, չնայած դրա տակ պաշտոնապես դրված էր նաեւ Ամերիկայի ու Ֆրանսիայի ստորագրությունները, բայց իրանք ներկայացրեցին դա որպես ռուսական պլան եւ քանի որ իրանք բրթում էին այդ ուղղությամբ, որ իրանք ինչ որ անում են ռուսները, իսկ ռուսները այդ ժամանակ ոնց որ շարժիչ ուժն էին այդ Մինսկի խմբի մեջ, պետք է մերժվի։ Անկամ լավ լուծումը պետք է մերժվեր։ Դրա համար մենք ստացանք այդ պատերազմը։ Բայց ինքը հետո ուրիշ բան ասեց, եթե ես տայ առանց զոհերի տայ ինչ դավաճան կասեին, այսինքն ինքը հասկացել է, այնպես չի որ չի հասկացել, պարոն Զուրաբյան։ Մարդը ասեց, եթե ես այդպես տայ, հələ մի րոպե։ Այդ բանը, այդ նարատիվը, այսպես կոչված, ինքը մի քանի անգամ փոխել է, որովհետև հիմա ինքը օրինակ չի ասել, որ բանա, ես դա ճիշտ որոշում էր, երևի պիտի գնայի դրան, բայց այն ժամանակ ես ինքս ինչ չկարողացա համոզել։ Հա, մի անգամ այդպես ասեց։ Այդպես էլ ասեց, ճիշտ է։ Այսինքն մի հատ եկեք ճիշտ հասկանանք էլի իրականում ինչի ինքը չի արել ես ասում եմ մի քանի պատճառ նախ իրան ուղղորդել են որ դա չանի ինքն էլ հավատացել է այդ ուժերին դա հիմնականում ես կարծում եմ արևմտյան կենտրոններից Պարոն Զուրաբյան դուք իրեն վաղուց եք ճանաչում շատերը ասում են նաև ընկալունակել չի խորքային միջև հիմա կարծեմ մի անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասեց ինքը միջև հիմա չի ընկալել Արցախյան հիմնախնդիրը խորքային ընդհանրապես ի սկզբանե ինվերսիան եղել է իր տագիտությունը եւ այսինքն դա էլ կա հետո թե արդեն բայց հիմա ես հասկանում եմ որովհետեւ նաեւ կա այդ ուղղորդման բանը ուղղությունը ես չեմ ասում չգիտեմ իդեպ չես կարա բացառես որ ինքը ուղղակի հավաքագրված է հատուկ ծառայությունների կողմից հա բայց առանց հավաքագրվելու էլ կարող է լինել sense հասկացություն կա ազդեցության ագենտ, այսինքն ազդեցության գործակալ, այսինքն ինչ որ ուրիշ մեթոդներով այդ մարդու մոտ տպավորություն են ստեղծում, որ ասենք այս երկիրը շատ հզոր է ու ինքը հետևում է այդ երկրի բաներին, հրամաններին եւ ուղղորդումներին, թե վերսաներից որն է հաստատվելու ապագայում, բայց ես տեսնում եմ հստակ ուղղորդում մեկ ապտագիտություն, որովհետև ինքը նաև կարող է sense մտածածներ, որ դե քանի որ արևմուտքը հզոր է, էսի Լավրովի պլանն է, ես չանեմ Լավրովի պլանը, մեկը պատերազմ չի լինի, որտեղ արևմուտքը թույլ չի տա։ Օրինակի համար։ Ինքը որովհետև ինքը շատ տգետ մարդ է։ Ինքը շատ հանգիստ կարող էր նման վերսիաներ ունենալ։ Հիմա ինչ էլ որ լինի, արդյունքը ես ներողություն եմ խնդրում, երեք բարձրաստիճան պաշտոնյաներ ուրեմն իր իշխանություն գալուց հետո ինքը կանչել է, չգիտեմ տեղին է սա ասել թե չէ, կանչել է փորձել է իբրև թե հասկանալ Արցախյան հիմնախնդիրը խորքային առումով։ Երեքն էլ ինձ ասել են, որ ինչ որ մի պայից հասկացանք չի ընկալում։ Ես դες ավելին ասեմ։ Մի 10 րոպե, ասում ես լսես, հետո հասկացանք բացատրում ենք սա, չէ, անջատված արդեն չի ընկալում։ Նիկոլը ցեղասպանության ինստիտուտի տնօրենը Տաշյանը։ Այն ժամանակ իր օգնականն էր։ Այդ երբ որ իր առաջի հանդիպումը պիտի կայանար Ալիևի հետ։ Իր օգնականն էր։ Եվ ուրեմն իրան ուղարկեցին ինձ մոտ այդ ժամանակ, որտեվ առաջի հանդիպումը պիտի Ալիևի հետ կայանար եւ իրանք Ղարաբաղի խնդիրը չէին հասկանում, ուղարկեցին ինձ մոտ, որ ես ինստրուկտաժ անեմ այդ Մինսկի խմբի բանակցությունների ամբողջ process-ի մասին։ Իմիջիայլոց ասում են խորքային պատկերացնում են մի 10 հոգի իրականում։ Ես այդքան մարդ չգիտեմ, չեմ ճանաչում։
10 հոգի որ պատկերացնում։ Չէ, 7 հոգի, լավ։ Առնվազն 7 հոգի, հենց հիմա կարող եմ անուններով ասել։ 7-ին էլ կասկածել։ Դե նկատի ունեցեք նախագահները Արցախի եւ Հայաստանի։ Դե 3 նախագահը բնականաբար գիտեն։ Հայաստանի եւ Արցախի նախագահները Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, վստահ եմ որ գիտեք որ տիրապետում էին։ Այդքան վստահ չեմ, բայց Արկադի Ղուկասյանը հա, Արկադի Ղուկասյանը հա։ Եվ նաեւ Բակո Սահակյանը, այսպես ասեմ, նաեւ արտգործնախարարներ Օսկանյանն էլ է տիրապետում։ Դե հիմա նաեւ դուք Երևի Ժիրար Լիպարյանի անունն էլ կարելի է տալ։ Ես չեղավ 7 ճիշտ էի։ Ես մի հատ էլ Դավիթ Շանազարյանի անունը կտայի, որ մի քիչ տիրապետում է։ Հա? 8։ Հա։ Այսինքն իսկապես այն Ես կարող եմ ավելացնել Տիգրան Թորոսյան։ Ես իր այդ խնդիրներ ունեմ այդ հարցում։ Ինչևէ։ Լավ, որովհետև նաև հանրային բանավիճել եմ ցույց եմ տվել իր տրամաբանության սխալները, բայց այդ լավ մի կողմ դնենք։ Հիմա խոսում ենք որ այս մարդը չի ընկալել հիմնախնդիրը։ Խոսում ենք դրա մասին, որ ինքը հատուկ իր օգնականին ուղարկել էր, որ Ալիևի այդ հանդիպումից առաջի հանդիպումից առաջ ես բացատրեմ այդ process-ը։ Ես 3 ժամ նստել եմ օգնականի հետ, ինքը ինչ ասեմ, որ դուրս եկավ, ասում էր, «Վայ, ես ինչ լավ էր, ես 7 անգամ կարդացրել եմ այս փաստաթղթերը, բայց տակի այդ հոսանքները չէի հասկանում, բան, իսկ այդ հոսանքները կարևոր են, մարդիկ ով եղել են այդ գործում, հասկանում են իրականում ինչա թաքնված ամեն մի ձևակերպման յետևում։ Այդ իրականում եւ փորձ եւ իսկապես լուրջ, ինչ ասեմ, իմացություն ապետ, որ կարողանաս այդ բաները հասկանաս։ Հետո գնում Ալիևի հետ հանդիպումա դուրս է գալիս, խոսում է ու ես հասկացա, որ ոչ մի բան չեն հասկացել։ 3 հոգի նույն նախադասությունից ասել են մարդիկ, ովքեր այսպես խորհրդակցել են, փորձել են հասկանալ, ասում են հետո մենք հասկացանք, որ մենք ճիշտ էինք, ոչինչ ինքը չի ընկալել։ Նիկոլը ունի նաև ինտելեկտուալ սահմանափակություն։ Ինչ որ բաներ կա, որոշ հարցեր ինչի ասենք, այդ չի զռում, ասենք շատ մեր շատ զանգվածային շերտեր համարում են դաժե, որ ինքը խելոք է, բան չկա այդպես բան, ասենք, վայ, Նիկոլը, բան, տեսեք, ինքը, ասեմ, իրականում շատ պրիմիտիվ մակարդակ ունի, բայց բավարար մակարդակ, որ, սենց ասեմ, մի քիչ ցածր ինտելեկտ ունեցող մարդկանց վրա տպավորություն թողի խելացի մարդու։ Շատ հետաքրքիր ֆենոմեն է, բայց այդպես է։ Ինչ ասեմ, ինքը շատ լավ, այս հարցը ուրեմն ես իրանն այնտեղ ասեցի, երեկվա դեբատի ժամանակ ասեցի, այս մարդը չի հասկացել այսքան ժամանակ, ինչ է Մինսկի խմբի իմաստը, Ալիևի նարատիվներն է կրկնում։ Իր համար դա զարմանք զգացի իր դեմքի վրա, որ կարող է իսկապես չեմ հասկացել։ Շատ լավ, եւ Նիկոլը այսպես ասեմ, մի քանի հարց կա, ինքը իրականում բաներ կա, որ խորքային չի ընկալում, պարոն Զոհրաբյան, բայց պիտի ընդունենք, որ հարցեր կա, որ ինքը ինչ որ մի պայծ արագ որսում է դա իր համար վտանգավոր է եւ սկսում է, տեսեք, օրինակ դպրոցների հարցը, որ ձեր ուժը շատ լավ բացահայտում է, Արամ Մանուկյանը այսպես հետևողական դրա մասին խոսում է, ես իմացա, որ այնտեղ իրենք սկսում են որոշել են գործեր, հարուցեն, չգիտեմ, այսինքն միանգամից հասկացա, որ դա վտանգավոր բան է, ելի պիտի խնդրեմ դրա մասին խոսել, որտեղ շատ կոնկրետ սահմանային 40 քանի դպրոցներ, ես ասեմ, որ թեմանն է իր համար բան, դուք ճիշտ նկատեցիք, որ Արցախյան խնդիրը իր համար ցավոտ է, ինքը դրա համար այսպես միանգամից հարձակվում է, մարտի 1 Ես շատ կոնկրետ ասեցի, դու զոհաբերել ես Արցախը։ Իհարկե։ Զոհաբերել ես Արցախը ու հպարտանում ես դրանով, ինքը դրան ոչ մի բան չպատասխանեց։ Ինքը հպարտանում է եւ անգամ համարեց Ղարաբաղյան բանը ամենամեծ հանցագործությունը ինքը հիմա ներկայացնում է որպես հաղթանակ։ Մենք թակարտից դուրս եկանք, այս արինքեն ի՞նչ թակարտից։ Դու Ղարաբաղյան շարժումը ուրեմն չհասկացար, ես դա էլ ասեցի իրան, որ Ղարաբաղյան շարժումը դա Ղարաբաղի բնակչությունը, հայկական բնակչությունը ցեղասպանությունից փրկելու շարժում էր։ Մի բան, որը կատարվեց հենց որովհետև դու զոհաբերեցիր Ղարաբաղ